Բարի երեկո եւ բարի գալուստ հայկական ժամանակ տաղավարում զրուցելու եմ հանուն Հանրապետության կուսակցության փոխնախագահ Ռուբեն Մեհրաբյանի հետ։ Բարև ձեզ, պարոն Մեհրաբյան։ Բարև ձեզ, շնորհակալ եմ հրավերի համար, ողջունում եմ ձեր հարգարժան լսարանին։ Ձեզ եմ շնորհակալ, պարոն Մեհրաբյան։ Պարոն Մեհրաբյան, ցավում եմ, բայց առաջին հարցով պիտի անդրադառնանք կրկին Սամվել Կարապետյանի թիմակիցների դժվար է նրանց մեկնաբանելը, բայց այնուամենայնիվ թիմակիցների հերթական հայտարարություններին անդրադառնանք։ Գիտեք, նրանք հայտնվում են գյուղական միջավայրում, քննադատում են, որ գյուղում դպրոց են կառուցում, ասում են այստեղ պիտի գործարան կառուցել։ Հիմա էլ գնացել են Գյումրի եւ այնտեղից հայտարարել են, որ եկել ենք ձեր գյուղ, բայց մեզ հյուր չենք զգում։ Գյումրեցիների մոտ դա որոշակի այսպես վրդովմունք է առաջացրել, որ Հանրապետության երկրորդ քաղաքի մեջտեղում կարելի է կանգնել նման տեսանյութ ձայնագրել, բայց այնուամենայնիվ արդյոք սա խոսում է այս մարդկանց կրկին քաղաքական բոբիկության մասին, եւ եթե այո, ապա ինչ գործ ունեն այս մարդիկ քաղաքականության մեջ։ Նախ եւ առաջ դա խոսում է այդ մարդկանց խորը անտեղյակության մասին, երկրից, ժողովրդից, մարդկանցից, ովքեր այս երկրում ապրում են, չնայած իրենք էլ են այս երկրի ծնունդ վաղանցյալում կամ ասենք իրենց ծնողներից, բայց ձևավորվել եւ կայացել են այլ օտար միջավայրում, իսկ կյանքը ցույց տվեց, որ դա նաեւ թշնամական միջավայր է։ Եվ ցավոք սրտի նրանք եկել են հիմա քաղաքական հայտով մի ինչ-որ արտաքին օրակարգով լուծելու ինչ-ինչ խնդիրներ, հենց իրենց, այսպես ասենք, խմբային շահը սպասարկելու համար, ու ես տպավորություն ունեմ եւ հիմքեր ունեմ այդպիսի տպավորության, այսպես ասենք, որ այդ մարդիկ ինչ-որ պատանդի կարգավիճակում են եւ ստիպված են այս ամեն ինչն անել եւ ընդհանրապես մենք Հայաստանում արդեն այսպես պատմականորեն ձևավորված խմբեր կան, որոնք պայմանականորեն կարելի է այսպես խնդիրը պարզեցնելու համար խումբ կա, որը իրականում 5-րդ շարասյունն է Ռուսաստանի, խումբ կա, որը ուղղակի 6-րդ պալատն է, դե որովհետև ուշադրություն գրավելու համար էքսցենտրիկ պահվածք է որդեգրել։ Մենք տեսնում ենք շատ հստակ այսպես մի մոսկովսկի ցիրկ եւ տեսնում ենք նաեւ այո Կիրիլի աղանդ եւս եւ սրանք բոլորը ինչ որ առումներով խոցելի մարդիկ են, պատանդ իրենց արած քայլերի արդյունքում ժամանակին, իրենց արած սխալ ընտրության արդյունքում հիմա ընկել են կրակը ու ուզում են մեզ էլ հետը գցեն այդ կրակը։ Բայց պարոն Մեհրաբյան, հետաքրքիր, ասում եք պատանդ են, իրենք ազատություն են խոստանում, անկախություն, արժանապատվություն։ Ներողություն, լեզուն մի օրգան է, որը ոսկոր չունի։ Կարելի է խոստանալ ինչ ասեք, կարող ենք թվարկել, էլ ինչ են խոստանում։ Ձրի կառավարություն, էժան վարչապետ, էլ ինչ 300,000 աշխատատեղ, խաղաղության երաշխավոր, խաղաղության, հա, բայց ուրիշ խաղաղության, էսի լավ խաղաղություն չի, ուրիշ խաղաղություն, ինչ ասեմ, բոլոր նարդի խաղացողներին միայն դուշեշ են խոստանում, չգիտեմ, էլ ինչ են խոստանում, անխելքներին խելք, անբախտներին բախտ, խոստանալ կարելի է ինչ ուզեք, ինչքան ուզեք։ Ի վերջո են այդ որ ասում են, չէ, այդ մարդիկ մեկ շատ ստում են մեկ ընտրություններից առաջ, մեկ էլ որսից հետո, չէ, այդ Բիսմարկներ չէ ասում։ Դե հիմա այս ամենը ուղղակի դասական իրավիճակ է եւ այստեղ շատ կարեւոր է, որ նախ հանրությունը շատ լավ կշռադատի այս ամենի մենք կշռադատելուց ենք խոսում, հետևաբար այս ամենի իրական քաշը, հա, այն աստվածաշնչում կա, չէ, որ այն կշռված է, չափված է, համարված է թեթև, սա է։ Եվ
Մյուս կողմից էլ նաև քաղաքական դասը շատ լավ գիտակցի, մանավանդ այն մասը քաղաքական դասի, որն այսօր կազմում է քաղաքական մեծամասնություն, եւ իր պարտականությունները լավ պատկերացնի։ Եթե քո ձեռքում է մեր երկրի թիվ 1 կնիքը, երկրի զինանշանով, ապա դա նաև ենթադրում է մանդատ մեր երկրում սահմանադրական կարգը, իսկ մեր երկրի սահմանադրական կարգը ժողովրդավարությունն է, այդ պաշտպանելու համար։ Ինչպես, պարոն Մեհրաբյան, որովհետև օրենքով չարգելված բոլոր ձևերով, եթե այնտեղ էլ որտեղ օրենքը թերի է, ապա քանի մեծամասնություն եք, դրեք այդ թերությունը վերացրեք եւ կիրառեք օրենքով բոլոր պատշաճ քայլերը, որովհետեւ եկեք մի ճշմարտություն ֆիքսենք, Հայաստանի քաղաքականության մեջ ցանկացած կերպարանքով Պուտինը մասնակից լինել չի կարող, հասկանում եք։ Եվ դա բացառելու պարտականությունը մեր պետությանն է։ Իսկ պետությունն այսօր ներկայացնում է մի քաղաքական ուժ։ Իսկ մնացածը ժողովրդի մանդատով։ Դե իսկ ինչ մնացած։ Մնացած ուժերը, որոնք հավակնում են նոյան տապաններով, գալիս են, որ երկիրը փրկեն։ Համախմբում։ Մնացած այդ ամենը Պուտինի տարբեր կերպարանքներն են։ Անուն ինչ ուզում եք դրեք։ Գագիկ Ծառուկյան, Ռոբերտ Քոչարյան, Սամվել Կարապետյան։ Բոլորը։ Ուրեմն տեսեք, մենք որպես քաղաքական դիմադիր ուժ, մենք չենք պատրաստվում բանավիճել քաղաքական մեծամասնության հետ, քաղաքացիական պայմանագրի հետ մի քանի առանցքային հարցերում։ Չենք պատրաստվում վիճել։ Այն հարցի շուրջ, որ մեզ պետք է խաղաղություն Ադրբեջանի հետ։ Ու այն ինչ արված է, դրա շուրջ էլ չենք վիճում։ Երկրորդը փոխկապակցվածության ձևավորում մեր հարևանների հետ։ Դա էլ չենք վիճում։ Մենք չենք վիճում Միացյալ Նահանգների հետ ձեռք բերված առաջիկա 100-ամյակի համար այս պայմանավորվածությունների շուրջ։ Չենք վիճում։ Մենք չենք վիճում եվրոինտեգրման շուրջ, որում անդամակցության հեռանկարով։ Մենք չենք վիճում ժողովրդավարության շուրջ եւ մենք չենք զիջում, որում իրենց համապատասխան ռեֆորմներով, եւ չենք վիճում օրենքի գերակայության հաստատման շուրջ էլի դրանից բխող բոլոր ռեֆորմներով։ Մենք այսօր վիճում եւ բանավիճում ենք այդ ամենը լավագույնս ապահովելու շուրջ, հասկանում եք։ Եվ համարում ենք հետևյալը, որ սրանք այնքան լուրջ հարցեր են առաջիկա 100-ամյակի համար, որ դա չի կարող կախված լինել մեկ քաղաքական ուժից, կամ մեկ առաջնորդից, կամ մեկ ընտրական ցիկլից։ Չի կարող, դա վտանգավոր է, որովհետև մեր պետության թշնամիների մոտ դա կստեղծի գայթակղություն, դնել թիրախավորել այդ քաղաքական ուժին, այդ առաջնորդին, այդ ընտրությունները։ Ինչը հիմա արվում է։ Ինչն էլ հիմա արվում է, ինչի համար, որովհետև մենք ներսում թույլ ենք տվել այս վիճակ։ Իսկ համապատասխան քաղաքական միջավայրի ձևավորումը դա եւս պետության պարտականությունն է։ Հետևաբար անհրաժեշտ է համահասարակական եւ համազգային կոնսենսուս այս նշածս 6 հարցերի շուրջ։ Եվ առաջիկա 100-ամյակում այդ կոնսենսուսից պետք է ծնվեն թե օրվա իշխանությունները, թե օրվա ընդդիմությունը։ Եվ հաջորդը, ով դուրս է այս կոնսենսուսից, պետք է դուրս դրվի քաղաքականությունից, այդ թվում նաև ռեստրիկտիվ մեթոդներով։ Այո, պետք է կիրառվի էքստրեմիզմի մասին օրենսդրություն։ Մենք չունենք դա։ Եվ տեղից վերկացող լածիրակ կարող է, ասենք, պարտիզանական գործողությունների կոչով դիմել, օրինակ, մի փեդի գլուխ, ասենք, հա։ Եվ այլն։ Այդ ամենը, այո, պետք է արժանանա համապատասխան արձագանքի։ Ժողովրդավարությունը բարիք է, իսկ բարին պետք է լինի բռունցքներով, հասկանում եք, այլ ոչ թե լինի լխկած կամ ընկալվի որպես թուլություն, իսկ ինչ-որ լածիրակներ, որոնք մարմնավորում են բացարձակ չարիքը, իրենց կոչեն մի բան էլ ուժեղ։ Գլուխները պատով եք տվել ձեր ուժեղով։
դուք ուժ չեք տեսել ու այն པարզ հայերենով ասած ուժի ռաստ չեք եկել։ Ժամանակ կտեսնենք ինչն է ուժեղ, եկել պետության հետ կատակ եք հանում։ Այս սա պետք է լինի։ Մենք սա ենք տեսնում որպես անելիք։ Ավելին մենք որպես քաղաքական ուժ, որ պատրաստվում է առաջիկա ընտրություններին հանդես գալ ընդլայնված ցուցակով, ընդլայնված ասելով դա այն է, որ այն 30% ցուցակի, որը թույլատրված է օրենքով ոչ կուսակցականների համար, մենք առաջնորդվելով, այսպես ասենք, կուսակցական էգոիզմը բացառելու հրամայականից, հա, այլ հանրային պետական շահը առաջնահերթ համարելով, այո, մենք մեր դռները բացել ենք այն ամենաերևացող անցած ճանապարհով, ընդ որում հանրությանը հայտնի ճանապարհով, հա, մարդկանց համար, որովհետև մենք այս օրակարգը, որի տակ կոպիտ ասած մտել է մեր պետությունը, սա շատ ծանր օրակարգ է եւ ամեն մեկը իր պատասխանատվությունը պետք է կրի սրա համար։ Ստանձնի եւ կրի դրա համար պատվով, այդ թվում նաեւ այո առանձին անհատներ, որոնց առաջ մենք բացել ենք մեր դռները։ Սա է ձևը աշխատանքի եւ մենք պատրաստ ենք հենց այս նշաձողը մերը համարելով մտնել քաղաքական պայքարի մեջ, ընտրապայքարի մեջ առաջիկայում։ Պարոն Մերհաբյան, դուք մի քանի կարևոր կետեր նշեցիք, այդ թվում խաղաղության գործընթացը, թրիփը, ճանապարհների ապաշրջափակումը, Միացյալ Նահանգների հետ համագործակցությունը, Եվրոինտեգրումը, ժողովրդավարությունը, օրենքի գերակայությունը, ասացիք, որ չեք անդիմանալու։ Չէ, մենք չենք ասենք վիճի օրինակ ասենք, որ մինչև Ռուսաստանն ու Չինաստանը փայ չմցնեք թրիփում, թրիփը վտանգ է, հասկանում եք։ Այս ուժերը, այս մարդիկ ինչ են անում, այս մարդիկ թիրախավորել են խաղաղությունը։ Այս մարդիկ թիրախավորում են կապակցվածության ստեղծումը հարևանների հետ։ Այս մարդիկ թիրախավորել են մեր պայմանավորվածությունները Միացյալ Նահանգների հետ, մեր գլխին բերում են Ռուսաստան-Չինաստան կապը։ Միգուցե ուժեղի պատկերացումը իրենց դա է։ Ներողություն, ես չգիտեմ, իրենց պատկերացումների գերին մենք չենք պատրաստվում լինել, որովհետև կա պատասխանատվություն եւ կա իրականություն, որի հետ եւ որի մեջ մենք պետք է աշխատենք։ Թիրախավորում են ժողովրդավարությունը, թքած ունեն օրենքի վրա, օրենքով գրված է, որ չի կարող լինել, ասում է մեր վարչապետի տեխնացուն մեկը էսա, կդնենք փոխենք, չհասկացա։ Այդ հակից սպիտակ եղենը չի, որ դնես միանգամից փոխես, երբ որ համարեցին, որ կեղտոտ է։ Այդտեղ չի կարելի։ Սա պետություն է։ Գնացեք ձեր Պուտինի սահմանադրությունը փոխեք։ Գնացեք ձեր Կիրիլին փոխեք, սիրելի։ Եվ այլն, գնացեք փոխեք։ Գնացեք ձեր այդ ցուրտը տարած FSB-ն փոխեք, որի ձեռը կարակն եք ընկել, մեզ էլ ուզում եք հետները կարակ գցեք։ Մենք դա ձեզ թույլ չենք տա։ Եվ այլն։ Այդպես չի։ Ամեն մեկը խելքին փչացով չի կարելի մեր քաղաքացիների մտավոր ունակությունները այդ աստիճան թերագնահատել, հասկանում եք։ Քաղաքականության մեջ կա մի չգրված օրենք։ Առանձին մարդիկ կարող են շատ բան չհասկանալ ինչ-որ բաներից։ Բայց հնարավոր չի, որ բոլորը իրար հետ մի հավաքականության մեջ լինեն անխելք։ Ով մտածում է այդպես, անխելքը ինքն է։ Հասկանում եք։ Պարոն Մերհաբյան, այս ընթացքում գիտեք, Ռուսաստանից էլ քիչ չեն, այսպես ռուսական հոգատարության շրջանակներում մեզ հիշեցնում ամենօրյա ռեժիմով, թե ինչքան վտանգավոր, ինչքան կործանարար է Արևմուտքը, Միացյալ Նահանգները, ինչքան։ Ասեք, մենք իրենց խնդրել ենք մեզ խորհուրդ տան, թե ով է։ Եվ երկրորդն էլ ձեր
սիրելի կառավարությունից գալիս են երկակի ազդակներ, որոնք մոլորության մեջ են գցում մարդկանց։ Օրինակ, պարոն Մեհրաբյան, ինչ Օրինակ, վարչապետի հայտարարությունը, երբ լրագրողը հարց է տալիս, որ մի քանի ֆաշիստ լածիրակներ Ռուսաստանում ինչեր են խոսում Հայաստանի հետ կապված, սպառնում են, ստում են, մանիպուլացնում են եւ այլն։ Եվ վարչապետն ինչ է ասում, որ Ռուսաստանում կան շրջանակներ, որոնք այո, տենց են մտածում, բայց ինքը չի հավատում, որ այդպես է մտածում Պուտինն ու Միշուստինը։ Հա, երեխեքին էլ արագիլներն են բերում։ Հա, էդ եք ուզում ասեք։ Ռուսաստանում այս մուտացիայի արդյունքում Ալեն Սիմոնյանն էլ ասում էր, ես բաշնի Կրեմլը, էլ բաշնյա չկա։ Ամեն ինչ որոշում է մեկ մարդ, մնացածը նրա պուդելներն են, նրա ծառաներն են, նրա կրկեսի մակականներն են, որոնք անում են այս կամ այն բաները, որը նա ցանկանում է, կամ իրենց ենթադրությամբ նա կարող է ցանկանալ։ Մնացածը այո նրա ծառաներն են, որովհետև եթե մի բան տեղի է ունենում, որը նրա սրտով չէ, ինչ է տեղի ունենում։ Դրա մասին էլ է վարչապետն ասել, չէ՞։ Բարձր հարկից գցում են ներքև, հայտնվում են բանտում, նավիճոկ են ուտում եւ այլն։ Իսկ եթե դա տեղի չի ունենում, ուրեմն այդ մարդու ուզածն է դա։ Եվ այդ կեղտոտ գործը, այո, նա անում է ուրիշի ձեռքերով։ Բայց եկեք մենք ինքներս մեզ չխաբենք։ Սա ֆաշիստական պետություն է, որը Հայաստանը նաև այլ հետխորհրդային երկրներ համարում է ժամանակավորապես կորցրած տարածք եւ անելու է ամեն ինչ, քանի այս բանդան է այնտեղ կառավարում, անելու է ամեն ինչ, որպեսզի Հայաստանը հետ բերի վաղ թե ուշ կամ Հայաստանի պատրաստի հետ գալու համար։ Իսկ դա նշանակում է այս պայմանավորվածությունները, որը դուք ձեռք եք բերել, պարոնայք, դրանք պետքա չլինեն։ Նրանք թիրախավորելու են ամբողջ այդ օրակարգը դրսում, ամբողջ օրակարգը ներսում։ Խաղաղության օրակարգը նկատի։ Այո, խաղաղության օրակարգն էլ հետ, այո, որովհետև դուք պետք է ունենաք կոնֆլիկտ, ձեր մոտ պետք է լինի արյունահոսություն, իսկ նրանք էլ գան մեզ փրկեն, մեզ վերացնելով որպես պետություն։ Մեզ էլ հետո տանեն քշեն Ռուսաստան եւ դարձնեն Սիմոնյան Մարգոներ եւ ֆիլոսոկրատներ։ Էս է Ռուսաստանի պատկերացումը։ Ուրիշ պատկերացում նրանք ուրիշ դերակատարում հայ ժողովրդի չեն պատկերացնում։ Պարոն Մեհրաբյան, չեմ խոսում, որ այն մասսային էլ տանեն գլուխներն ուտեն Դոնբասում ու գցեն սև ցելոֆանի մեջ։ Սա է Ռուսաստանի պատկերացումը։ Հիմա այս մարդիկ, որ եկել են մեզ բան են ասում, չէ՞, ֆանտոմասի նման, դրանց այն վրայից են դիմակը որ հանեք, տակից դուրս են գալիս, ինչ։ Սալավյովի, Մարիա Զախարովայի, Մարտակեր Պուտինի այլանդակ սֆատները, նույն։ Սրանք դեմքերն են ընդամենը տարբեր։ Ուրիշ բան չկա սրա տակ։ Ուրեմն յուրաքանչյուր ոք, ես չգիտեմ սրանցից ով կանցնի թույլ կտրվի մասնակցել ընտրություններին կամ թույլ չի տրվի, պետք է թույլ չտրվի, թե ոնց հարցրեք մոլդովացիներից ձեզ։ ասենք բոլոր հիմքերը կան։ Այո, բոլոր հիմքերը կան, բայց ով էլ կմասնակցի, ով սրանց ձայնա տալիս Դուգինին, ձայնա տալիս Սալավյովին, ձայնա տալիս Մարիա Զախարովային, ինչ էլ որ խոստանում են, սրանք ոչ մի բան են, սրանք այս խոստումները զրոյական նշանակություն ունեն, որովհետև սրանք ընդհանրապես լարի ծնգած բալալայկայի նման ծնգծնգում են Մարիա Զախարովայի գրկին դրած, ուրիշ ոչ մի բան չկա սրա տակ եւ չի կարող լինել սրա տակ։ Հասկանում եք։ Այս մարդիկ սուբյեկտ չեն, այս մարդիկ պրոքսիներ են, որոնք այո ներդրված են մեր հասարակական պետական հյուսվածքում իրենց օրակարգը սպասարկելու համար։ Այսքանը։ Պարոն Մեհրաբյան, ռուսական կառավարման տակ գտնվող երկաթուղին, Հայաստանի երկաթուղին, որը վերջին շրջանում էլի քննարկումների այսպես կիզակետում է հայտնվել, այդ մասին անձամբ խոսեց վարչապետը, որ շատ երկրների մոտ մտահոգություններ է առաջացնում այնուամենայնիվ այն փաստը, որ Հայաստանում երկաթուղիները կառավարվում են Ռուսաստանի կողմից եւ ամենատարբեր առաջարկներով հանդես եկավ ընդཐུպ, որ մեկ այլ բարեկամ երկիր այդ կառավարումը գնի, բայց հասկանալի է, չէ՞ որ Ռուսաստանը
կամ հեշտ չի գնալու այդ քայլին կամ ընդհանրապես չի գնալու։ Հիմա հասկանանք ինչ է լինելու երկաթուղու ճակատագիրը եւ ինչի մասին էր ակնարկում նաեւ վարչապետը ասելով, որ կան երկրներ, որոնք մտահոգություն են հայտնում, որ օրինակ Հայաստանում երկաթուղին ղեկավարվում է Ռուսաստանի կողմից։ Այդ երկրները որ երկրները կարող են լինել, կարող է լինել ընդհանուր Ադրբեջանը։ Տեսեք, վարչապետը Հայաստանի ապրիորի պետության բարձրագույն պաշտոնյանը եւ նրա հայտարարությունները պետք է ընկալել ոչ թե քաղաքական վերլուծություն որպես, այլ որպես քաղաքական հայտարարություն դիվանագիտական փաթեթավորմամբ։ Հետևաբար այդտեղ այո շատ մեծ չափաբաժին ունեն եւ կարող են ունենալ նաեւ էվֆեմիզմները, հա, մեղմասացությունները։ Բայց այստեղ կարևոր է հասկանալ մի քանի կարևոր բան։ Ռուսաստանն այս կոնցեսիան վերցրել է ոչ թե նրա համար, որ մենք կապակցվածություն ունենանք մեր հարևանների հետ, այլ որպեսզի մենք չունենանք կապակցվածություն մեր հարևանների հետ։ 1. Երկրորդը։ Ռուսաստանն այնպես է այլանդակել իր հարաբերությունները արտաքին աշխարհի հետ, այդ թվում նաև մեր գործընկերների հետ, որ նրանք, ես չգիտեմ, նույնիսկ եթե այդ երասխի հատվածը, ախորիկի հատվածը դնեն սարքեն, ով ցանկություն կունենա տեղով երթևեկել։ Մենակ հենց այն փաստով, որ դա կառավարվում է ռուսների կողմից։ Արդեն դա բավարար է, որպեսզի մարդ հավես չունենա, այդտեղ ոտ դնի։ Ոնց որ երբ մենք մտնում ենք մեր կայարան, այս երկաթուղային, չէ, այդ սովետի հոտափչում։ Մարիա Զախարովան ասում էր՝ մի մոռացեք մեր ներդրումները։ Գլուխներիդ խփեք ձեր ներդրումները, ինչ ներդրում։ Ձեր կոնցեսիայի արդյունքն այն է, որ մեր ամբողջ տարածաշրջանում Հայաստանն է, որ ունի ռուսական կոնցեսիա։ Եվ Հայաստանն է, որ ունի ամենահետամնաց երկաթուղային ցանցը ողջ տարածաշրջանում։ Նայեք, Վրաստանում ինչ մակարդակ ունի եւ ինչ արագություն ու ինչ սերվիս ունի երկաթուղին։ Ադրբեջանում նայեք, տեսանյութեր կան, ինչ ունի, ինչ շարժակազմեր են երթևեկում եւ նայեք, այս գոմը, որի վերածվել է մեր երկաթուղին։ Հայաստանը պետք է միակողմանիորեն խզի։ Վարչապետն ասում է, որ եւ մեր եւ Ռուսաստանի հետ բարեկամ երկրներ, պարտադիր չի Ռուսաստանի հետ էլ բարեկամ լինի, մեզ պետք է բարեկամ լինի։ Մեզ։ Եվ հետո ով ասել, որ ասենք Ղազախստանը Ռուսաստանին բարեկամ է։ Ով ասել։ Ինչքան մենք ենք բարեկամ, այնքան է Ղազախստանը։ Էլ չեմ խոսում Քաթարի մասին, հա։ Հիշեցնեմ, որ այն Սիրիայում ճգնաժամի ժամանակ էր Քաթարի ներկայացուցիչը Ռուսաստանի այդ ցեղասպան գործողությունները սկսեց նկարագրել։ Ռուսաստանն էր ասում, որ մի հատ էլ տենց ծվծվացիր, ճուրկինն էր։ Ասես մի հատ էլ տենց ծվծվացիր, քո կատարը մինչև վաղը առավոտ չի ապրի։ Ուզում եմ ասել, այդ բարեկամ, ոչ բարեկամ, այդ ամենը հարաբերական է։ Մենք չպետք է առաջնորդվենք նրանով, թե ռուսներն ինչ կմտածեն կամ չեն մտածի։ Ռուսները մտածում են մի բանի մասին, Հայաստանը հետ բերելու մասին։ Իսկ մեր լավագույն շահը ինչի մասին է խոսում։ Մեր լավագույն շահը հետևյալի մասին է, որքան քիչ Ռուսաստան, այնքան լավ, որքան հեռու Ռուսաստանից, այնքան լավ։ Ոնց ասեմ։ Տնտեսական լծակները կիրառելու են ընտրությունների շրջանում։ Վերացրեք այդ տնտեսական լծակները։ Արա գնում կախվում եք, հետո ասում եք կախված ենք, մի կախվեք։ Չեք կախվում։ Չի կարելի կախվել, հասկանում եք։ Հետո էլ ասել դե մենք կախված ենք։ Ադրբեջանը հանեց տրանզիտային սահմանափակումները, էլի Ռուսաստանից ինչ-որ բաներ ենք բերում, դրանք էլ հերիք չի բերում են, մի բան էլ շարունակում են մրթմրթալ, այդ չեք տեսնում։ Այսինքն չկա այնպիսի մի մոդել, որ դուք կարողանաք ձեր սուվերենությունը պահպանել եւ
սիրաշահել Ռուսաստանին։ Այդպիսի մոդել գոյություն չունի։ Ռուսաստանն իր հարևաններին ընկալում է կամ որպես իրենց վասալ, կամ արդեն որպես թշնամի։ Վերջ։ Երրորդ տարբերակ չկա, դաշնակից բարեկամ չկա դες բան։ Ռուսաստանը հենց իրենց ցարն է ասել, չէ, ունի երկու դաշնակից՝ նավատորմը եւ բանակը։ Մենք ոչ մեկն ենք, ոչ էլ մյուսը, ոչ պատրաստվում ենք լինել։ Հետևաբար չխոսակ բարեկամությունից, որովհետև դա վիրավորում է իմ բանականությունը այն ամենից հետո, ինչ տեղի ունեցավ Հայաստանի հետ Ռուսաստանի ձեռամբ։ Ինքը վարչապետն էր ասում, չէ՞։ Ես չեմ հավատում, որ մեր մոտ լինի պատերազմ, եթե Ռուսաստանը դա չցանկանա։ Ճիշտ է, 19 թիվ։ Եղավ պատերազմ, դե արեք ձեր հետևությունները։ Ու մոլորեցնող ազդակներով պետք չի հիմքեր ստեղծել հասարակության թյուրընկալումների համար, այս երկակի ազդակները մեզ հաստատ չեն օգնելու։ Մենք մոտեցել ենք մի այսպես մի շրջափուլի, երբ այո Հայաստանը պետք է դժվար որոշումներ կայացնի։ Եվ այո, կայացնողը Հայաստանի անունից լինելու է Հայաստանի վարչապետը։ Դա այն է, այո, Ռուսաստանի հետ այդ խզումներն անխուսափելի են, որովհետև Ռուսաստանի հետ այսօրվա այս հարաբերությունները հակասում են տրամաբանությանը, այն ողջ գործընթացի, այն ողջ օրակարգի, որը մենք որպես հանձնառություն ենք ստանձնել։ Եվ անվտանգության հետ կապված, եւ զարգացման հետ կապված։ Կոպիտ ասած, հրդեհը բենզինով չեն հանգցնում, էլի հասկանում եք։ Էլի հեղուկ է, հա, էլի թափանցիկ է, հա, բայց այդ ուրիշ հեղուկ է, էլի։ Ձեր հրդեհը դրանով չի հանգի, բայց այդ բոցը մեզ այրվածքներ կպատճառի առնվազն։ Եթե էլ չասեմ, այդ հրդեհը կընկնի մեր տուն։ Պարոն Մեհրաբյան, ասացիք մեջբերում արեցիք եւ հիշեցրեցիք կարևոր միտք, որ չի լինի պատերազմ, եթե Ռուսաստանը դա չցանկանա։ Իսկ կլինի խաղաղություն, եթե Ռուսաստանը դա չցանկանա։ Այո, կլինի, եթե Ռուսաստանին հեռու եք պահում այդ խաղաղությունից կամ այն տարածքից, որտեղ պետք է լինի խաղաղություն, որովհետև Ռուսաստանը եւ խաղաղությունը անհամատեղելի են։ Ռուսաստանը հիմա ինչ է անում, զբաղված է գործունեությամբ, որը պայթեցնում է համաշխարհային այս աշխարհակարգն է պայթեցնում։ Միտումնավոր տորպեդահարում է բազմակողմանի բոլոր ֆորմատների աշխատանքը։ Կաթվածահար է անում ՄԱԿ-ը, կաթվածահար է անում ԵԱՀԿ-ը, դա ամեն ինչն անում է Ռուսաստանը։ Կաթվածահար է փորձում անել Բրետոն Վուդյան համակարգը, այդ բրիքս-մրիքսներով։ Այո, չեմ խոսում այն մասին, որ այսօր Ռուսաստանը իրականացնում է ամենօրյա ռեժիմով ցեղասպանություն, հասկանում եք։ Մենք այս ինչ որ խոսում ենք, սա հնարավոր է դարձել, որովհետև Ուկրաինան դիմադրեց, իդեպ վաղը լրանում է 4 տարին, երբ Ռուսաստանը սկսեց իր այս հանցագործ պատերազմը։ Եթե Կիևը ընկներ 3 օրում, հաջորդը մենք էինք։ Որ հաջորդը մենք չենք, դա շնորհիվներ է, որ Ուկրաինան 4 տարի դիմադրում է։ Եկեք մենք սա ճիշտ հասկանանք։ Այդ պատերազմը հենց սրա մասին է։ Եվ քանի որ ատամներն ու ողնաշարը ջարդեցին ու հիմա էլ շարունակում են ջարդել եւ ջարդելու են, նույնիսկ եթե Միացյալ Նահանգներ, Եվրոպա հարաբերություններում հիմա ծանր տրանսֆորմացիաներ են, բայց դա դեռ ոչինչ չի նշանակում եւ ռուսներին դա չի փրկելու, հա։ Բայց մենք պետք է շատ լավ հասկանանք, թե որն է մեր հնարավորությունների պատուհանը եւ ինչպես օգտվենք դրանից եւ մենք ինքներս մեզ չխաբենք, իրար էլ չխաբենք։ Այդ պատուհանը կբացվի թե կփակվի, էլի մեծապես կախված է 2026 թվականի ընտրությունների արդյունքից։ Դա տնային աշխատանքն է եւ մեր ժողովրդավարական իշխանությունը պարտավոր է պահպանել ժողովրդավարությունը, որովհետեւ Ռուսաստանը Հայաստանի սուվերենությանից զրկելու համար պետք է թիրախավորի ժողովրդավարությունը, որովհետև ժողովրդավարությունը սուվերենության հիմքն է մեր եւ մեր նման այլ պետությունների համար։
Եկեք սա ճիշտ հասկանանք։ Եվ պարոն Մերհաբյան, նաև ասացիք, որ խաղաղությունը հնարավոր է, եթե Ռուսաստանին հեռու պահենք այդ խաղաղությունից։ Այսինքն Ռուսաստանը հիմա որևէ ազդեցություն չունի Ադրբեջանի վրա, որովհետև մենք գիտենք նախկինում այդ մեծ ազդեցությունը ունի, բայց այնքան չի, ինչքան Հայաստանում։ Ամենայն դեպս Ադրբեջանը ներսում Ռուսաստանը ներկայություն չունի։ Համենայն դեպս այն աստիճանի, ինչ ունի այստեղ։ Բայց այնուամենայնիվ կարող է կաշկանդել եւ կամ վախեցնել Ադրբեջանին, որ Ադրբեջանը չգնա խաղաղության։ Կարող է, բայց դա լուծելի խնդիր է։ Հիմա ռուսները կենտրոնացել են Հայաստանի վրա, որովհետեւ այս ամենը վիժեցնելու այսպես ուղիղ ճանապարհը դա ընտրությունների միջոցով իշխանություն զավթելն է Հայաստանում։ Եվ ամեն ինչը բեկել արդեն իր ուղղությամբ, բայց սա ինչ է նշանակում։ Սա նշանակում է պետականության կորուստ մեզ համար։ Այդ է ինչ է նշանակում։ Ադրբեջանում ինչու չեն շտապում խաղաղության պայմանագրի ստորագրմանը, պարոն Մերհաբյան, միգուցե իրենք էլ են սպասում այդքան քննարկվող ընտրությունների արդյունքներին։ Դա էլ կա, բայց դա չի գլխավորը։ Իսկ ո՞րն է։ Դա գիտեք ինչ, 30 տարի այդ երկրում պետականորեն հակահայկական պրոպագանդան դարձել է ներքին քաղաքականության առանցք եւ Ալիևի ռեժիմի ցեմենտ, հա, այսպես ասենք։ Հիմա այդ տրանսֆորմացիան այո ժամանակ է պահանջում, որովհետեւ այն ասենք շարքային քաղաքացին հարց կտա, չէ, բայց ինչեւ է ասում էի դուշման են, էս ինչ է կանում։ Հիմա պատկերացրեք, լավ բենզինը գալիս է, ասենք իրենց բենզինից նույն հոտն է գալիս ինչ որ ուրիշի բենզինից, հա, բայց երբ որ ստեղից ասենք ապրանքներ գնա, վրան made in Armenia, հա, ասենք, այդ ադրբեջանցին հարց կտակասի ոնց, այս դուշմանի ապրանք եք բերում։ Եվ ժամանակա պետք այդ ամենը, այսպես ասենք, տրանսֆորմացնելու համար։ Օգոստոսի 8-ից 6 ամիս անցել է։ Դժվար է, այո, նույնիսկ այդպիսի բռնապետությունները նաև իրենց արած քաղաքականության պատանդն են լինում որոշ ժամանակ։ Եվ երկրորդը, այո, Ալիևի այս կարծր ռեժիմը ինքնին այո պրոբլեմ է։ Մենք երբ մեր ներքաղաքական հարցերից խոսում ենք, մենք այնքան հարց ենք լուծել մեր ներսում, որ Ադրբեջանը մոտ չեն եկել նույնիսկ դրան։ Այն ինչ վերաբերվում է քաղաքացիական ազատություններին, օրենքի գերակայությանը, այլ չեմ խոսում ժողովրդավարությանը, կոռուպցիայի դեմ պայքարին։ Այդ բաներին այնտեղ մոտ չեն եկել նույնիսկ։ Այդ ամենը դեռ առջևում է։ Ինչ ճգնաժամերով է անցնելու այդ երկիրը, պարզ չի։ Բնականաբար այդքան բանը Ալիևի վարչակազմում եւս հասկանում են եւ շահագրգռված են, որպեսզի այդ ամենը եթե պետք է անցնի հարթ, հա, կամ էլ կառավարելի եւ ցանկալի է իր կողմից կառավարելի, հետեւապես ավելորդ ստրեսների պատճառ չի ուզում դառնա։ Մանավանդ այդպիսի զգայուն հարցերում, հա, ինքն իր ժողովրդին էլ լավ գիտի, չէ։ Հետևապես շուտ ժամանակ է պետք, ասենց կամած այս ամենը տանելու։ Ես դրա համար շատ եմ կարևորում մեծ թվով այս ադրբեջանցի, չգիտեմ, փորձագետների, քաղաքասարակության ներկայացուցիչները, քաղաքասարակության ներկայացուցիչների, չգիտեմ, լրագրողների այցերը Հայաստան, դա կարծրատիպ է կոտրում այնուամենայնիվ եւ դրա ասենք հաջորդ քայլը լինելու է այն, որ օրինակ եմ ասում, հա, ասենք հայկական խմիչքը երբ կլինի Ադրբեջանում վրան գրած made in Armenia, ասենք մի քիչ ավելի սովորական կնային, կամ սիգարետը, հա, կամ այլ սննդամթերքը, չգիտեմ։ Շատ ավելի հանգիստ կնային այդ ամեն ինչին, էլի, առանց հիստերիայի, առանց ֆոբիաների, առանց մտածելու, որ թունավոր թշնամու ձեռը կպելս ուտել չի լինի, խմել չի լինի եւ այլ։ Շնորհակալ եմ, պարոն Մերհաբյան։
Հիշեցնեմ, որ տաղավարում զրուցում էի Հանուն Հանրապետության կուսակցության փոխնախագահ Ռուբեն Մեհրաբյանի հետ։ Կհանդիպենք։